իստերիկ մեկը կար, խոսում էր։ Իմ ազատության մեջ եք ոնց կբերեք տղամարի վրա։ Ինչը։ Դեր ազատության մեջ լինել ինչով կմեկնաբանել։ Չէ, գիտեք, իմ դեպքում Միքայել ավել պետք է լինի, դատախազը պետք է գա այստեղ ու ընդհանրապես այս քրեական գործերը, հատկապես ապօրինի, ինչով են այսպես անարդար պայմաններում ենք լինում, որովհետև կա նախաքննական գաղտնիք եւ սրա տակ այսինքն իրանք ինչ ուզում տարածում են եւ դու սահմանափակ ես լինում այն абսուրդները ցույց տալու։ Իսկ եթե իմ դեպքը լինի փորձեն բերեն, գլխավոր դատախազը պետք է գա այստեղ, այսինքն շատ ավելի չեմ կարծում, որովհետև այս իրանք կուզենան խուսափել այս փուլում դրանից։ Նորից եմ ասում, իրանք պետք է այդ ռեպորտաժները տալ մասկաներով, չգիտեմ, վազելով տուն են մտնում, ինչ որ այսպես մեծ թվեր են ասում, բան են ասում, որոնց տակը իրականում դատարկությունն է, բայց շատերը չեն հասկանում, դա ժողովուրդը նայում է ու շատ էս չի խորանում մեզ ամեն ինչի մեջ։ Իսկ եթե դատախազը գար այստեղ, մենք արդեն պետք է հարցեր տանք, ինքը ստիպված է լինելու պատասխանել, դրա համար չեմ կարծում։ Հետ կապած, փաստորեն ստացվում է, որ պարոն Քոչարյանը մեղադրում է մի բանում, որին իր լիազորություններից ելնելով իրականացրել է։ Հիմնական մեղադրանքը, եթե չեմ սխալվում, դա է։ Գիտեք ոնց է, այն ժամանակ սահմանադրությամբ բոլոր որոշումները վավերացնում էր նախագահը։ Չկա որևէ որոշում, որը նախագահը չվավերացներ։ Եթե չեմ սխալվում, 10,000-ից ավել նման որոշում կա։ Պայմանական կարելի է ամենտեղ մի խնդիր դնել, վերջում գնալ ասել, այն դեպքում էլ ոնց էին գրել, անձամբ վավերացրել։ Ուրիշ ձև չկա, չանձամբ վավերացները կլիներ խնդիր, եթե անձամբ չաներ։ Ու կարելի է ամեն որոշման հետ ինչ որ խնդիր գտնել կամ պայմանական ինչ որ մեկին հետո մեր հետ կապ հասկանալ ու բերել քրեական։ Չէ, աբսուրդ է, թե վաղեմության ժամկետների տեսանկյունից, թե մնացածի բոլոր ուղղություններով ժողովուրդ ոչ մի իրավական գործընթաց այստեղ ամեն պատասխանատվության բացում չկա։ 7 ժամ այսպես իրավական գործընթացներ արեցին, այդ թվում նայած կնոջ, այսպես